Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Վարչապետ Փաշինյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ ժամանակակից Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն։ Ով է ասել, որ այս անունները ադրբեջանական են, դրանք թուրքական են, պարսկական, արաբական, մոնղոլական տեղ-տեղել կլինեն ռուսական։ Եվ ինչ, ոչ մի բան էլ չի փոխվում, հայտարարել է Փաշինյանը։ Նա ընդգծել է խաղաղությունը նրա մասին է, որ Հայաստանից մարդիկ մեքենայով կարող են գնալ այդ թվում Բաքու, Ադրբեջանից էլ գալ Երևան։ Ես ասացի, որ օրակարգը վտանգավոր է խաղաղության համար։ Եթե այդ քարտեզը հանեին մեր լրագրողները, օրինակ կտեսնեին, որ այդ քարտեզը ինչքան այդ տեսակետից կարա աննպաստ լինի Հայաստանի համար, երկու այնքան կարա աննպաստ լինի ցանկության դեպքում Ադրբեջանի համար, որովհետև օրինակ կարա պարզվի այդ քարտեզի վրա Հայաստան կա, իսկ Ադրբեջան չկա։ Իսկ դա ոնց մեկնաբանենք։ Ես դրա համար եմ ասում, այդ անօգուտ գործողություն է։ Որքան ադրբեջանական կողմը կշտամբում է Հայաստանի իշխանություններին, հանրությանը պաշտոնական Երևանը կոշտ պատասխան տալու փոխարեն նաև դիվանագիտական մակարդակով փաղաքշում է Բաքվին։ Դիտարկմանը, որ Բաքվից ապակառուցողական հայտարարությունները չեն դադարում, Արարատ Միրզոյանը շարունակում է Բաքվի թելը թելել։ Բաքվից ապակառուցողական հայտարարությունները շարունակվում են, դուք ասում եք, ես էլ կարող եմ ասել Բաքվից կառուցողական քայլերն էլ են շարունակվում, հա՞։ Համաձայն չեք, մենք մի րոպե առաջ խոսում էինք Ադրբեջանով Հայաստան մտնող բեռների մասին։ Կարող եք սա ապակառուցողական նկարագրել, կարծում եմ ոչ այդքան։ Հայ հանրությանը, սակայն Ադրբեջանով եկող մի քանի փութ ցորեն գարիով չես կարող շեղել կարևոր խնդիրներից։ Հացահատիկային ու նմանատիպ դիվանագիտությունների հետ հանրությունը բազմաթիվ անգամ է առերեսվել։ Հայաստանի քաղաքացուն իր երկրից օկուպացված տարածքների վերադարձի հարցն է հետաքրքրում, եւ ոչ թե երկիր մտնող ցորենն ու գարին, եւ սա այն դեպքում, երբ Ալիևը հայկականը թուրքական տեղանուններով է կոչում։ Որքանով է Ալիևի այդ խոսույթը տեղավորվում խաղաղության օրակարգի մեջ։ Չի տեղավորվում։ Չեմ կարծում, թե սա կարելի ասել, որ այսօրվա Սևան Ալիևը ասում է, որ այսօր չկա Սևան, կա Գյոքչա։ Բայց միևնույնն է, ամենակառուցողական ձևակերպումը չի եւ իսկապես չէինք ասի, թե տեղավորվում է, հա, բանի մեջ, խաղաղության նարատիվի։ Ես էլ կարող եմ ասել, կան բազմաթիվ ցարական շրջանի քարտեզներ, որտեղ կա Սևան, խոսենք կենտրոնական իրական Հայաստանի, իրական այսօրվա սահմանների, Ադրբեջանի կողմից ճանաչված սահմանների մասին։ Ադրբեջանը սակայն իր երկրի ղեկավարի մակարդակով չի ասել, ինչ տարածքով ու սահմաններով է ճանաչում Հայաստանի Հանրապետությունը։ Ադրբեջանը շարունակում է խառնվել Հայաստանի ներքին գործերին։ Բանակցություններում առաջ է քաշում Հայաստանի սահմանադրությունը փոխելու նախապայմանը։ Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր սահմանադրության մեջ որևէ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա։ Եվ հետևաբար մենք չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ եւ չենք բանակցում սրա շուրջ։ Ադրբեջանը ասում է, որ լավ, չեք կիսում այս մեր մոտեցումը, չեք համաձայն, շատ լավ, մենք էլ մեր կողմից չենք ստորագրում օրինակ բանը, դա առաջ չենք գնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրով։ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերհարցն էլ հնչեցրեց թուրք լրագրողը օգտագործելով միջանցք բառը։ Միրզոյանը սակայն համաձայն չէր թուրք լրագրողի ձևակերպման հետ։ Կա այդ ենթակառուցվածքի պաշտոնական համաձայնեցված անուն, որի տակ կա վարչապետ Փաշինյանի ստորագրությունը, նախագահ Ալիևի ստորագրությունը, նախագահ Թրամփի ստորագրությունը եւ այդ անունն է TRIP։ Մնացած ով ինչ սիրած անուն ունի իր մտքում կամ ով ինչ բանագրում, երևի կիրառելի չի մեր հանդեպ։ Հայ-թուրքական բանակցային գործընթացի առումով ըստ Միրզոյանի հետաքրքիր նրբերանգ կա Թուրքիայի հետ Հայաստանի երկխոսությունը հայելային համապատկերն է Ադրբեջանի։ Ադրբեջանի հետ մենք ունենք կառավարությունների միջև հաստատված խաղաղություն, համաձայնեցված սկզբունքներ, գործընթաց, որը պիտի շարունակվի, հա, առանձին հարցերի շուրջ։ Թուրքիայի պարագայում ես կասեի ճիշտ հակառակն է։ Տարիներով, տասնամյակներով փակ սահմանների պայմաններում մարդիկ գնացել են, այցելել են իրար, առևտուր է եղել եւ կա շատ շոշափելի։ Պրոբլեմն է նա եղել, որ այդ առևտուրը երրորդ երկրով է անցել։ Թռիչքներ են եղել եւ այսօր էլ կան։ Պայմանավորվածություն կա ավելացնել թռիչքները։ Հիմա
եւ դեպի Երևան եւ իմիջիալոց դեպի Գյումրի։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև երկխոսություն է եղել, սակայն դիվանագիտական հարաբերություններ չեն եղել։ Ըստ Միրզոյանի երկու երկրների միջև բացը փակ սահմանն է եւ այդ բացը պետք է լրացնել։ Հունվար-փետրվար ամիսներին հնարավոր կլինի երրորդ երկրների քաղաքացիների համար բացել հայ-թուրքական սահմանը, իսկ հետո նաև Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների համար։ Քարնեգի հիմնադրամի ներկայացուցիչ Գարո Փալյանը հույս է հայտնել, որ այս գործընթացը կբերի դրական զարգացումներ եւ կբարելավի տարածաշրջանային հարաբերությունները, հաշվի առնելով նաև Հայաստան-Ադրբեջան գործակցությունը։ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Կովկասում տիրող վիճակը պահանջում է մշտական ուշադրություն։ Այս մասին նա հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։ Մեզ համար կարևոր է հստակեցնել կողմերի դիրքորոշումը, ամեն ինչ վերաբերում է վերջին տարբեր իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանում եւ պահանջում են մշտական ուշադրություն։ Արմեն Գրիգորյանը վերջին 3 տարվա ընթացքում առաջին անգամ մասնակցում է ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների խորհրդի նիստին։ Ըստ ռուսական պարբերականի Գրիգորյանը վստահեցրել է, որ պատրաստ է մանրամասներով կիսվել տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին եւ շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար։ Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել ավագ որդու Դավիթ Վարդանյանի հետ եւ խնդրել 3 ուղերձ փոխանցել։ Արցախը եղել է, կա եւ կլինի հավատային քթքեզ որպես Աստծո մի մասի, բարության եւ լույսի, իսկական հերոսը նա է, ով կարողանում է հույս վառել այնտեղ, որտեղ հույսի շող չկա, նա ով դառնում է հենարան ուրիշների համար, երբ նրանք կորցրել են հավատը։ Նիկոլ Փաշինյանը հեծի ճակատագրի մասին խոսելով ճեպազրույցում ասել է, որ սպասելու են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանը, որից հետո կձևակերպեն մոտեցումը։ Փաշինյանի խոսքով նախկինում 2 սցենար է եղել, եւ այդ սցենարները մնում են ուժի մեջ։ Հանձնաժողովի որոշումը բովանդակություն է ունենալու, որը հնարավոր կամ անհնար է դարձնելու այդ սցենարը, ասել է Փաշինյանը։ Շատ մեծ կլինի գինը եւ ակնհայտ կլինի, որ պետական բյուջեի միջոցներով մենք չենք կարող այդ ձեռքբերումը իրականացնել, գնանք երկրորդ սցենարով, ինչ որ սցենարով մասնավորեցվում է միջազգային հեղինակություն ունեցող ընկերության մասնագիտացված եւ իհարկե բայց կառավարությունը որոշակի ներկայություն թե օրենսդրական կարգավորումով, թե բաժնետոմսերի, թե ոսկե բաժնետոմսով այդ արդեն քննարկվում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փոխվստահության եւ փոխըմբռնման ամրապնդմանը մեծապես կնպաստի նաեւ քաղաքասարակության ներկայացուցիչների ընդգրկվածությունն ու փոխայցելությունները։ Այս մասին հայտարարել է Արմեն Գրիգորյանը Բրյուսելում անցկացվող Ռասմուսեն գլոբալ միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության խաղաղության խաչմերուկ կոնֆերանսին։ Հիշեցնենք, հոկտեմբերի 21-ից 22 օկոլոր սեղան քննարկմանը մասնակցելու նպատակով առաջին անգամ Հայաստան էր այցելել ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակությունը։ Գրիգորյանը հայտարարել է, որ մոտ ժամանակում Հայաստանի պատվիրակությունն էլ պատասխան այց կկատարի Ադրբեջան։ Նոյեմբերի 6-ի վաղ առավոտյան Հայաստան հասավ ռուսական ցորենով բեռնված գնացքը անցնելով Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով։ Սա առաջին նման երթուղին էր Հայաստան 1990-ականներից ի վեր։ Ռուսական կողմը հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է եւս 132 վագոն ցորենի արտահանում Հայաստան նույն երթուղով։ Ի սկզբանե նախատեսված էր, որ Ղազախստանից պետք է գա առաջին գնացքը, անկալումն այն էր, բայց դրանից հետո պարզվեց, որ Ադրբեջանը նման հնարավորություն տալիս է նաև Ռուսաստանից եկող գնացքներին եւ հիմա Ռուսաստանից որոշակի ապրանքախմբերի այդ ճանապարհով Հայաստան արտահանելու վերաբերյալ ես գիտեմ, որ հայտեր են գեներացվում։ Գործնականում դեռ պետք է պարզվի, թե հակառակ ուղղությամբ, այսինքն Հայաստանից Վրաստանով ու Ադրբեջանով դեպի Ռուսաստան, Ղազախստան եւ այլ երկրներ, ինչպես են կատարվելու փոխադրումները։ Եվս մեկ անգամ արտահայտեմ մեր պատրաստակամությունը Մարգարակորնիձոր եւ հակառակ երթուղով ապահովել թուրքական եւ ադրբեջանական բեռնատարների անցումը Թուրքիայից Ադրբեջան եւ Ադրբեջանից Թուրքիա։ Ադրբեջանի տարածքով ցորենի բեռնափոխադրումը Հայաստան իշխանությունների կողմից գնահատվում է որպես դրական տեղաշարժ հայ-ադրբեջանական հարաբերություններում, բայց օրեր առաջ Ալիևի հերթական հայտարարությունները կասկածի տակ են դնում այս մոտեցումը։ Խոսելով վերադարձի մասին, Ադրբեջանի նախագահը կրկնել էր նախկինում հնչեցրած իր միտքը, թե ադրբեջանցիները Հայաստան պետք է վերադառնան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Միայն թե այս անգամ Ալիևը հատուկ հանձնարարական էր տվել
ադրբեջանցի գիտնականներին ու պետական կառույցներին աշխատել դրան հասնելու համար։ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ ու արձագանքեց այս հայտարարություններին։ Զանգեզուրի միջանց եթե նրանք օգտագործում են իրենց տարածքի մասին, որտեղ նրանք չեն կարող օգտագործել մեր տարածքի մասին։ Օրինակ ասում են, որ Ադրբեջանի նախագահն ասել է չկա Սևան, կա Գյոյչը։ Մինչդեռ հնչել է հայտարարություն, որ ցարական ժամանակների քարտեզում Սևան չկա, կա Գյոյչը։ Իդեպ, Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ռուսական հացահատիկը կստուգվի Սննդամթերքյան վտանգության տեսչական մարմնի կողմից։ Նմուշառում եւ լաբորատոր փորձաքննություն կիրականացվի այն վայրում, որտեղ բեռը պետք է դատարկվի։ Եթե հայտնաբերվեն խնդիրներ, դրանց մասին կհրապարակվի տեղեկություն։ Քննչական կոմիտեն 2026-ին մեկ ծրագիր է իրականացնելու 5 միջոցառումով։ Հաջորդ տարի ի տարբերություն այս տարվա մասնագիտական վերապատրաստման կրթաթոշակներ չեն տրամադրվի։ Քննչական կոմիտեի կողմից իրականացվելիք մեկ հիմնական Հայաստանի Հանրապետության քննչական ծառայություններ ծրագրի ծախսային պարտավորությունը կազմում է 19.2 միլիարդ դրամ։ 2025-ին այդ թիվը կազմել էր 18.98 միլիարդ դրամ։ Ծրագրի նպատակն է քրեական դատավարության օրենսգրքով կոմիտեի իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումը եւ իրականացումը։ Տնտեսվարողներից դժգոհություններ են ստացել падգամավորները, ասում են պետական եկամուտների կոմիտեի ու քննչական կոմիտեի աշխատակիցները իրենց գործողություններով խոչընդոտում են բիզնեսին։ Քննչական կոմիտեի նախագահն էլ հակադարձում է, օրինակ խուզարկությունը ինքնին օրենքի սահմաններում այնպիսի գործընթաց է, որը այսպես թե այնպես միջամտելու է տնտեսվարողների աշխատանքին։ Երբ որ մենք ստանում ենք նախնական հաշվարկ, մինչև ստուգում նշանակելը նաև նախնական հաշվարկը ըստ էության մենք ինքներս ենք ճշտում, նաև որոշ դեպքերում ստուգում կատարող կամ նախնական հաշվարկը կատարող պետք տեսուչներին հարցաքննում ենք։ Տնտեսվարողների կողմից բարձրացված մյուս հարցը պետական եկամուտների կոմիտեի կողմից կազմվող ակտերի վերաբերյալ էր։ Ակտերը, որոնք գրվում են, դեռ չապացուցված փոխանցվեք քննչականին։ Արդյոք այստեղ մենք մեխանիզմ ունենք, որ լինի տեսչական մարմնի ակտեր, թե հարկային ակտեր, որոշակի ապացուցողական ընթացակարգ պետք է անցնել։ Երբ որ մենք հաղորդում ենք ստանում նախնական հաշվարկի հիման վրա, հաղորդում են ներկայացնում, նաև նախնական հաշվարկի հիմքում դնում են որոշակի փաստեր։ Սա մեզ համար բավարար է, երբ որ նայում ենք, որ նախնական հաշվարկում արձանագրված վնասի չափը գերազանցում է օրենսդրորեն նախատեսված նվազագույն շեմը, վարույթ ենք նախաձեռնում։ Քննչական կոմիտեի նախագահի խոսքով իրենք նախնական հաշվարկի հիման վրա անձանց օրինակ որպես մեղադրյալ չեն ներգրավում, նման միջնորդություններ չեն էլ ներկայացնում։ Նախնական հաշվարկի հիմքում դրված փաստերը քննչական եւ ապացուցողական ընթացակարգերով են անցնում։ Քննչական կոմիտեի պաշտոնյան այս տարվա ընթացքում մեծ աղմուկ հանած թրաֆիկի զոհ դարձած ընտանիքի մասին է պատմում։ Գյուղական համայնքում բնակվող ընտանիքի անդամներին անասնաֆերմայի սեփականատերը շահագործել էր չնչին գումար վճարել ծանր ու չարքաշ աշխատանքի դիմաց։ Նվաստացրել այն աստիճանի, որ վերջինները փախուստի են դիմել։ Գործատուն սակայն ընտանիքի անդամներին հայտնաբերել ու հաշվեհարդար է տեսել։ Դուժողները դիմել են փախուստի, բայց ամեն դեպքում նորից գտել են դուժողները նորից վերադարձրել շահագործման վայր։ Թրաֆիկի զոհ դարձած ընտանիքն էլ ավելի մեծ կախվածություն է ունենում գործատուից եւ սա այն դեպքում, երբ հայտնի է դառնում, որ նրանք մեծ պարտքեր ունեն կուտակած առևտրի կետերից մեկում։ Սպառնալիքի տեսքով ներկայացվում է դուժողին, զոհին, որ եթե չշարունակես աշխատել, ես օրինակ կդիմեմ դատարան, քեզանից գումար կբռնագանձեմ։ Մեր հատ էլ այդ ժամանակ ստացական են վերցնում դուժողից պարտավորագիր, որ պարտքա գործատուին։ Անձանց վերցրել էին նախնական, իրենք պետք է կտվորությամբ զբաղվեին, բայց բացի կտվորություն զբաղվելով նրանք նաև ֆերմայի տարածքն էին մաքրել, այնտեղ շատ վատ պայմաններում էին պահվել, նրանց անձնագրերն ու այլ փաստաթղթերներ թրաֆիկի օրը հավաքել եւ չեր վերադարձնում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թրաֆիկինգի կամ ինչպես ընդունված է ասել սպիտակ ստրկության զոհերի դեպքերն ավելի շատ արձանագրվել են Կոտայքի մարզում։ Աշխատանքային շահագործման ենթարկված Թուրքմենստանի 1 քաղաքացու եւ Տաջիկստանի 13 քաղաքացիների դեպքը եւս իրավապահ մարմինների տիրույթում է։ Արտասահմանցիներին հավաքագրել են տեղափոխել Հայաստան։
Պահել են որոշակի տարածքում, վերցրել են անձնագրերը, Տաջիկստանի քաղաքացիները հասկանալով, որ իրենք հնարավոր հանցագործության մասն են դառնում, պահանջել են իրենց անձնագրերը չեն ստացել, փորձել են հեռանալ, սակայն թրաֆիկյորները նրանց բռնյուժով պահել են, սպառնացել են, ինչպես նաև բռնություն են գործադրել։ Քննչական կոմիտեի տվյալների համաձայն 2025-ի առաջին կիսամյակում 22 քրեական վարույթ է նախաձեռնվել։ Դրանցից 15-ը վերաբերել է սեռական, մնացած 7-ը աշխատանքային շահագործմանը։ 24 թվականին թրաֆիկինգի 38 քրեական վարույթ է եղել, 20-ը սեռական, մնացած 18-ը աշխատանքային շահագործման վերաբերյալ։ Անցած տարիների համեմատ թրաֆիկինգի մարդկան շահագործման քրեական վարույթների աճի միտում է արձանագրվել։ 23 թվականին եղել է 27 քրեական վարույթ, 4-ը սեռական, մնացածը աշխատանքային շահագործման։ Երևանում աշխատանքային թրաֆիկինգի շատ դեպքեր դրսևորվել են հարկադիր մուրացկանության ձևերով։ Սեռական շահագործման դեպքերը վերաբերում են կանանց, ներգրաված են եղել նաև անչափահասներ։ Երեխաներին ներգրավում են պորնոգրաֆիկ նյութերի պատրաստման մեջ, հետագայում նաև դրա տարածման հիմք։ Կառավարության գործողությունների ազգային ծրագրով Հայաստանը 3 տարին մեկ պարտավոր է ունենալ թրաֆիկինգի կանխարգելման գործողությունների կանխարգելման ծրագիր։ Այն ներառում է իրազեկման արշավներ, առաջնային ուղղակի մասնագետի պատրաստում, իրազեկման նյութերի տարածում կրթական հաստատություններում։ Կարևոր կլինի նշված անձանց իրենց հասանելի լեզվով թրաֆիկինգի կամ շահագործման հնարավոր վտանգների մասին անընդհատ իրազեկելը։ Իրազեկման աշխատանքներ պետք է ավելի շատ տարվեն մարզերում, մասնավորապես գյուղական համայնքներում։ Այստեղ բնակիչներից շատերի մոտ կրթական մակարդակը ցածր է եւ քչերն են տեղյակ իրենց իրավունքների մասին։ Հայաստանում 2025-ի երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%։ 2024 եւ 2025 թվականների առաջին եռամսյակում արձանագրված դանդաղումից հետո այս տարվա երկրորդ եւ երրորդ եռամսյակներում արձանագրվել է տեղական ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի աճ։ Տաթևի վանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության ցանկում ներառելու հայտը արդեն ներկայացվել է արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Այժմ աշխատանք է ընթանում հուշարձանը նախնական ցանկից տեղափոխելու դեպի հիմնական ցանկ։ Նախարարը ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակներում հայկական հուշարձաններ ընդգրկելու քաղաքականությունը դարձել է համակարգային եւ շարունակական գործընթաց։ Ներհամայնքային տրանսպորտում թույլ տրված իրավախախտումների վերաբերյալ 935 անձի նկատմամբ կայացվել է տուգանքի որոշում, 673 տուգանքի որոշում կայացվել է առանց տոմս երթևեկելու, 89 որոշում այլ անձի արտոնությունից օգտվելու եւ 173 որոշում վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար։ Ստացվել է մոտ 100 վարչական բողոք, որից 89 մերժվել է անհրաժեշտ իրավական հիմնավորումներ չներկայացնելու պատճառով, 11 գործով կայացվել է բեկանման որոշում։ Թվով 673 տուգանքի որոշում առանց տոմս երթևեկելու, թվով 89 այլ անձի արտոնությունից օգտվելու եւ թվով 173-ը վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար։ Միաժամանակ քաղաքացիների կողմից ստացվել են թվով շուրջ 100 վարչական բողոքներ, որոնցից թվով 89 գործեր մերժվել են անհրաժեշտ իրավական հիմնավորումներ չներկայացնելու պատճառով։ Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով նախատեսվում է բնապահպանական հարկի վճարման ժամկետ սահմանել Հայաստանի Հանրապետության սահմանը հատելուց հետո մինչև աշխատանքային 15-րդ օրը։ Առաջարկվում է ճանապարհային հարկը եւս վճարել Հայաստանի սահմանը հատելուց հետո առաջիկա 15 օրերի ընթացքում։ Առաջարկվում է նաեւ Հայաստանում չգրանցված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների Հայաստանի տարածքից ելքը ճանապարհի անանցանելիությամբ պայմանավորված անհնար լինելու դեպքում ճանապարհային հարկ վճարողներին ազատել համապատասխան ժամանակահատվածի համար հաշվարկման ենթակա ճանապարհային հարկից։ Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 346 հատ խեցգետնավորսիչ եւ 90 հատ ձկնորսական ցանց։ Նման հաղորդագրություններ պարզապես քիչ թե շատ փոփոխված թվերով հաճախ պետք է որ ֆիքսված լինեն լրահոսում։ Էկո պարեկային ծառայության աշխատակիցները Սևանա լճի մշտադիտարկման արդյունքում ամեն շաբաթ նման ճակերտավոր ասած որս են ունենում։ Խնդիրն այն է, որ որսի քանակը ժամանակի ընթացքում չի նվազում, այսինքն լճից հանած ցանցերի տեղը զբաղեցնում են նորերը։ Ձկնորսագողությունը շարունակում է ծաղկել մի
պարզ պատճառով։ Լճի հարակից բնակավայրերի բնակիչներից շատերի համար սա գոյատևման, եթե չասենք, միակ ապա գլխավոր աղբյուրն է։ Եթե դու ոչ մի բան չես արես տարիների ընթացքում, որ իրենք ունենան այլընտրանք, հնարավորինս նվազեցնեն կախվածությունը, պարզա որ մարդը ընտանիք պահելու համար ամենօրյա խնդիր է լուծում, եւ այդ խնդրի լուծումը տեսնում է Սևանից ձուկ որսալով, խեցգետին որսալով։ Գեղարքունիքի մարզի տարածքում չկան բնական հանածոներ, հանքարդյունաբերական ընկերություններ, զարգացած չէ գյուղատնտեսությունը, չկան արդյունաբերական կամ տուրիստական կենտրոններ, այսինքն մարզի բնակիչները չունեն ստաբիլ եկամտի աղբյուր։ Լուծումը կարող են լինել օրինակ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ու առաջ մղման ծրագրերը, բայց կառավարությունը ՓՄԶ-ներին հիշում է բացառապես, երբ արևմուտքից հերթական սուբսիդիան ստանալու հարց է առաջ գալիս։ Համայնքի ղեկավարները օրենքով սահմանված լիազորություն ունեն տեղական տնտեսական զարգացման մասով, ներդրումների ներգրավում, ենթակառուցվածքներ եւ այլն, բայց փաստացի ոչ մի բան չի արվում։ Տեղական ինքնակառավարման մարմինները բնականաբար շահագրգռված են, որպեսզի իրենց բնակիչներն ունենան կայուն եկամուտներ։ Համայնքի տարածքում էլ նոր բիզնեսներ ստեղծվեն, բայց դրա համար թիմերը չունեն անհրաժեշտ միջոցներ, առանց կենտրոնական իշխանության աջակցության ոչինչ անել չեն կարող։ Թիմի բյուջեն շատ սահմանափակ է, համայնքում մենակ գույքահարկ ու հողի հարկն է մասան համայնքի բյուջե, մնացած հարկեր, օրինակ համայնքում գոյացած եկամտային հարկը, շահութահարկը, որոնք որ համատաբար մեծ տեսակահարկշի ունեն հարկայի կառուցվածքում, դրանք գնում են պետական բյուջե։ Սևանի շուրջ գտնվող բնակավայրերում ներդրողներին ներգրավելու համար անհրաժեշտ է նաև ենթակառուցվածքների խնդիրը լուծել, առանց դրա ակնկալել, որ այնտեղ բիզնեսը պատրաստ կլինի ներդրումներ անել, միամտություն է։ Համայնքներում մեծ մասում անգամ խմելու ռոռոկման ջուր չկա։ Պայմանական միջազգային ներդրողը գա, նրանք տեսնելու է, որ այդտեղ խմելու ջուր չկա, ռոռոկման ջուր չկա, ինչի մասին է, մեծ խոշոր ներդրում իրականացնել է։ Սևանից իրականացվող ձկան որսի հետ կապված մի կարևոր խնդիր էլ կա։ Տպավորություն է ստեղծվում, որ լճից ձկան որսի քվոտաներից օգտվում են խոշոր բիզնեսները։ Սովորական ձկնորսներին էլ մնում է գնալ ապօրինության, իրենց անհրաժեշտ սիգը լճից հանելու համար։ Երբ որ դու մտնում ես խանութ, տեսնում ես, որ սիգի կոնսերվաներ կան, պահածոյացված տարբեր ուտելիքներ կան սիգից սարքած, դու հասկանում ես, որ դա առանձին բիզնես է։ Կա կարծիք, որ եթե գոնե պետության կողմից համակարգվի ձկնորսությունը, Սևանից հնարավոր կլինի ձկանգինը կարգավորել եւ ավելի մեծ եկամուտ ապահովել հարակից համայնքների բնակիչների համար։ Որքան էլ քիչ ձուկ որսան, այնքան շուկայում կաճի դրա գինը։ Ըստ այդմ ավելի քիչ սիգ բռնելով ավելի շատ կվաստակեն։ Սևանն էլ քիչ կդատարկվի։ Բիրուսովի անվան պետական համալսարանի ուսանողները ավտոբուսով Դիլիջան գիտաճանաչողական այցի էին գնում նոյեմբերի 2-ին։ Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվելով ծառերին կիսակողաշրջված հայտնվել անտառում։ Վթարի հետևանքով 30 մարդ է հոսպիտալացվել։ Դիլիջանի շրջփրկարարական ջոկատի շրջփրկարարներն են վիրավորներին մոտեցրել շտապօգնության մեքենաներին։ Տուժածները մարզային բժշկական կենտրոնում բուժօգնություն են ստացել։ Ոմանք նաև մայրաքաղաքի բժշկական կենտրոններ են տեղափոխվել։ Նոյեմբերի 3-ի առավոտվա տվյալներով 3-ը շարունակում են բուժօգնություն ստանալ, մնացած տուժածները դուրս են գրվել։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, Հաղարծին գյուղի բնակիչները, օպերատիվորեն ժամանած ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, բարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի բարեկները, վիրավորներից մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով եւ բարեկներն են 3 հոգու տեղափոխել Դիլիջան բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Դիլիջանի քնչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Արագածոտնի մարզում ողբերգական վթար է տեղի ունեցել, բախվել են Mercedes-ը, Gaz 3110 ու Volvo Bernatare։ 2 հոգի տեղում մահացել են, 4 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Ապարան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Նրանք տեղափոխվել են Ապարան բժշկական կենտրոն, ավելի ուշ հայտնի է դարձել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Ժամանել են փրկարարության Արագածի շրջփրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Դեպքի վայր է ժամանել նաև Ապարան խոշորացված համայնքի ղեկավարը Կարեն Եղիազարյանը, ում հանձնարարականով էլ ոչ էլ սպասում են, որպեսի ժամանի ճանշինը
քաղաքապետարանի աշխատակիցները մաքրելու են տարածքի, երբ քննչական գործողությունները ավարտվեն։ Նոյեմբերի 4-ին Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են BMW X5-ը եւ Opel Astra-ն, 3 հոգի վնասվածքներով տեղափոխվել են աշտարակ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Նոյեմբերի 4-ին Ռաշատի օգոստոսի 23 փողոցում բախվել են 27-ամյա Կարենի Մերսեդեսն ու 37-ամյա Վոլոդիայի Volkswagen-ը։ Մեկ հոգի տեղափոխվել է Արտաշատ բժշկական կենտրոն, անհրաժեշտ բուժօգնություն է ստացել, հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալ։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկները։ Ի դեպ դեպքի վայրում պարեկները Opel են հայտնաբերել, դրա մասնակցությունը վթարին պարզվում է։ Այնուհետև բախման հետևանքով Մերսեդեսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու հայտնվել այս վիճակում։ Նոյեմբերի 4-ին Պրոշյան բնակավայրի վարչական տարածքում մեքենա է հայրվել։ Մերսեդեսի շարժիչի հատվածում առաջացած կրակի տարածումը կանխել, ապա մարել են Մերսեդեսի վարորդը, քաղաքացիները, բեռնատար մեքենայի մի վարորդ ու ոստիկանության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Հետո արդեն ժամանած Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները հովացման աշխատանքներ են կատարել։ Հասկում վարորդը նկատել է կրակ եւ ծուղ, կայան լավա ճիշտ է կողմնորոշվել, կայանել է ավտոմեքենան, ապա պարեկների հետ են, չէ՞ բանարը, թե քաղաքացիների, ապա քաղաքացիների եւ պարեկների հետ մարել են ավտոմեքենայում առաջացած Եվ Կորեայի ձորում ճանապարհի վերանորոգման ակտիվ աշխատանքներ են։ Ճանապարհաշինարարներն ամբողջությամբ նոր ճանապարհ են կառուցում։ Մոտ 10 մետր լայնությամբ է լինելու ճանապարհը, կահավորվելու է երկաթե պաշտպանիչ պատնեշներով, անցկացվելու է արտաքին LED լուսավորություն։ Աշխատանքներից հետո ճանապարհը կդառնա առավել անվտանգ։ Քանի անգամ այստեղ փլուզումներ տեղի ունեցավ, փրկարարները օրերով հերթապահություն էին կատարում այստեղ։